Բարի կեսօրն անք սիրելի հետևորդներ ջան, այսօր ամսի 25-ն է, օրը շաբաթ, հաճելի արևոտ, լավ եղանակ է, չնայած նրան, որ երեք տեսակ հետ գալուց ձյուն էր գցում առավոտը սենց մի 3-4 սանտիմետրի չափով ձյուն կար, բայց արևն եկավ հալեց։ Հիշում եք, որ սրան պատրաստել էի սիրելի հետևորդներ, ուզում եմ փորձեմ առանց տաք ջրի, հələ տնա, ինչ կասի դուս կգա, թե պարտադիր տաք ջուր ա պետք, ինչ կարծիքի եք։ Այ, փաստորեն դուս չի գա, հա։ Կավզա։ Շուզեց դուս կա։ Մտածում է, որ պլաստմասա, տեսեք, պիտի որ դուս կա, են այդ բաց չէ։ Ոնց կնի, ոնց չեղավ, ժել է, ահա։ Չեղավ, հանես։ Ոչ ինչ ես ասեց կհանեմ։ Դե որ հանես ինձ եք տասեր ժելեից են իմար։ Քանի որ տանը ես ու Ալեքսն ենք, մեկ պարոնը տանը չի գնացել է իր ծանոթների մոտ, եկեք մի կոֆե խմենք, շատ գործ կա անելու, բայց ես բոլոր գործերից ազատագրել եմ ու տենանք ինչ կա անելու, մի քիչ հետո կսկսեմ զբաղվել սիրելի հետևորդներ, կես կատակը, կես լուրջ, բայց թե էտա գործ որ նայենք միշտ էլ գործ կա, գործ նայեք ձևի բանա, հիմա այս թասերը տեսակ, լվացած, շրջած, այս թասերի մեջ երեք միս էին կարել, հավի մսի մասին ա խոսքս, ես ընդհանրապես չեմ խառնվել, մի կաներ տիրություն անամ, կաշվահանեց, մաքրեց, լվաց, կտրտեց, պաստուր մադրեց ու հասկացա, որ նկարելը պետք չէր, ասավ ուզում եմ իմ համար հանգիստ անեմ, թե ուզում ես ուզի, կես կատակը, կես լուրջը, ուզելն էլա չէ, տարբերակ, կարևոր է արելը, որովհետև վաղը առիթ ունենք նշելու, չգնաց լողացած դուս Ալեքս ջան, կամ ժիլետը տել հագի։ Միաց ես ասամ, առիթը մարդանք, Չէ, առիթը կարամա տաղելնի, ծնունդ լնի, տնունք լնի, առիթը այ դրան։ Էսա ջուրը տաքանա, տեսան առանց դրա դուրս չկա։ Ժիլետ հագի Ալեքսը լողացել է, թարմացել, իրան լավ ազգում, սիրելի հետևորդներ ջան, ու մենակ երեխա է, իրա գործերով, իրա հետաքրքրություններով, ու իրա մտահղացումներով, հակար չէ, այս օրել, այդ հավեսումների ժելեի տել է, ինչի ինձ թված, որ կարա և քանի որ պլաստմասի մեջից ինքը տեսեք, հլա մի հատ էսա իջացնեմ, այս տեսեք, ինչի մասին եմ ասում, նայեք, այս հենց ինքը առանձնանում է, մտածեցի, որ կարա դուս կա էլի,
Ինչի անպայման տաք ջուր, բայց տեսեք, որ սխալվեցի, ընդամենը թյուր կարծիք է։ Այս իմ կոֆեն դրեցի, հետաքրքիր է նաև, որ կոֆեից էլ մի կամ հրաժարվել, ավելի շատ չայ, ու ինչ է ուզում ասեմ, մի խոսքով հետ ենք կանգնել կոֆեից, այն որ կոպիտ ասած իրան չի հետ հետաքրքրեմ, ես էլ չեմ ուզում ստիպած ելնեմ, որովհետև երեք ասի բախի չես ուզում կոֆե, ասմա դե որ կոֆե խմես, ձեղի հետ էլ պետք է պարտադիր ծխախոտի պահանջը զգաս, ասմա ես չեմ ուզում ծխեմ, չեղած առողջություն փչացնեմ, մի խոսքով, հետո երեխեն տենա, որ պապան ծխում է, ես էլ կարամ ծխեմ, վերջ էլի, սենց բաներ ասավ, ասի մալադեց, դե որ այդքան ասում ես, էլ ինչ ասեմ ես, այնպես որ ոնց մենակ կոֆե էի խմում, այնց է շարունակում եմ իմ կոֆե խմելը, սիրելի հետևորդներ ջան, իհարկե ձեր հետ միասին, ինչա թե տարակներըմս կնոնուտ էլ դուս եք է, սաղ կանդել ավիրել է, սկսած նույնիսկ ես չոպիկներից, ոնց սիրում ենք ասել, ասմա ես ուզում եմ իմ հավեսը բաստույմա գնամ, դե ուզում ես, կարևորը ուզում ես, չէ? Կատենք տան, կարևորը սրտի ցանկությունն է ու վերջ, այդ էլ մեծ բան է, կոնկրետ իմ համար, հիմա, մինչև կոֆե ստեքի սիրելի հետևորդներ ջան, ես կուզենամ, որ մի քիչ էլ գրեչկա եմ ու գրեչկի պատրաստություն տնամ, որովհետև սիրում ենք գրեչկա ու լավա օգտակար է։ Գրեչկից լավ բան մեկ էլ կարավնի գրեչկա, բայց որ սննդաբանների հետ խոսում ես բան, իրանք միշտ խորհուրդ են տալիս, որ մինչև 4 է, էլի, որ հետո ջուր չհավաքի, թե որքանով է ճիշտ, որքանով սխալ, չեմ կարա վիճվեմ, որովհետև ես ինքս սննդաբան չեմ, հա, այդքան բան, հիմա կարեչկի, ես կրուպեղենը, նպարեղենը, նաման ավանտ այս են հատիկավորները, սիրելի հետևորդներ ջան, ճիշտ է ցանցեր ունեմ, բայց նախընտրում եմ սենց ջրով լվանամ, որովհետև այ որ օրինակ ես միշտ մաքրած եմ տեղավորում, այնպես չի, որ դնում եմ մաքրում եմ, տենց հեշտ առնում, բայց սենց նմասեր հատիկներ կամ թեփեր մնացած առնում ու ջրի երեսն անգնում, ու տենց ավելի ճիշտ եմ համարում, հիմա, այս է երորդ ջուրն եմ լվանում, այս է լվան, համ ջուրը տաքացավ, համ կոպես, համ ծորթը էպեց, այսա կհասկանանք,
Շատ լավ է տակածել ու ձեռքերս կվարվեն։ Բրնի չա պետք։ Հեռախոսս հեռու դնել ա պետք։ Սիրելիներ ջան։ Ու եկեք։ Հոպա, սրան դատարկ է։ Ինչ ասեք։ Ասեք կոֆես, հավեսով էփեց։ Հիմա եկեք դնեմ ջուրը բայց քիչ ա գիտեք, չէ ալարեցի շատ դնեմ հուսամ Սենց գլուխ կհանը ինքան որ մի քանի վարկյան էլի Միատ սենց Չի ուզում դուս կա Այսօր բաժել են Սիրել է հետարներ չան За что? Честно говоря, не знаю Опять согласен Հիմա պիտի որտս է կացլնի Տեսնենք Դե, ընքան շերտը հաստ է Որ դուս է կացել է Հեսա Չեմ ուզում այդքան մտցնեմ ու ինքը արդեն կհալվի երմանջրի մեջ Եթե անկեղծ Տեսակ, որ ստացվեց Ոնց են ասում, չտնով բան չկա Կատարող է Երկրորդ անգամ որ դրեցի Արդեն դա իսկ շատ էր ու ինքը պիտի չես կարա չհալել Բայց մի հատ նայեք էլի ինչքան ախորժելի համով, հավեսով Իրու հատնտիր ժելեյը Սիրելի հետևորդներ ջան եկեք մի հատ կտրենք հավեսով և հաճույքով մի հատ պատարակող
Անձեմ։ Համով։ Շատ համով։ Սա էլ միջուկը։ Հատ համ տեսանեք։ Կոմպիր։ Այսպես կոֆես վերցներ մտքերս թարմացնեմ, որովհետև վաղվա համար շատ գործ ունեմ անելը, սիրելի հետևորդները։ Վաղը առիթ ունենք նշելու ու հյուրեր ենք ունենալու։ Կարևորը խորովածի բաստուրմեներ արդեն պատրաստան։ Այնտեղ մտածում եմ երևի ձուկ էլ կսարքենք։ Տեսնեմ, այս հատուն գամ, կհասկանանք։ Ուրեմն ներեք գնացինք իր բարեկամների տուն, շատ հաճելի ու հավեսով ժամանակ անցկացրինք ու գիտեք ես ինչ հասկացամ, Ալեքսին դա այնտեղ վերջ էլի խոսացնում են հարցեր, այնց բան էր տալիս, Ալեքսն ինչ ասի, որ լավ ելնի, ես ուզում եմ իմ պապան իմ հետ գա դպրոց։ Ամիրի դատենակ, այդ միտքը մինչև երկուշաբթի էլի ա կրկնվելու, թե ուղղակի բաներ պահի տակ ասավ, որովհետև մի ուրիշ, ոնց ասեմ, սենց կարոտով ու ջերմությունով էլի ասավ, որովհետև են որ հիշում եք, որ ասում էի լավ ու վատ տղա են խաղում ես են անում, երևի այդ պահերով էլ արդեն շատ բան չի ասում ու ասում է ես ուզում եմ, որ իմ պապան ինձ տանի դպրոց, այդ տղա մեծ տղա ես դու ինքդ ես գնամ, մի տենանք ու հասկանանք ինչա կատարվելու սիրելի հետևորդներ ջան։ Տեսնենք։ Երեկ ասում եմ, ինչ-որ թե մի բան տխեմ, կատեգորիկ ձևով արգելեց, ասում է ես որ մտնում եմ խանութները, տեսակ վաճառում են, էլ տխելը որ նամանավանդ առիթների համար, չտենամ դու մի բան տխես, պետք կլինի խանութից կառնենք, մի կողմից համամիտ եմ, մի կողմից էլ ախր տեպատնական թխածը ուրիշ ա ու այսպես ասած գներն էլ ա հարմար մատչելի գներ են սիրելի հետևորդներ։ Օրինակ ես երեկ վերցրել էի մի հատ փոքր կիտրոնով տորտ, երևի մի 6 հոգու համար էր, 1400 դրամ տվեցի, մի տուփ էլ վերցրել էի, խառը խմորեղեն, թռչնիկատ, մեղրով տորտ, իրիսկա, 9 կտոր էլ դա էր, 900 դրամ, որ մտածում ես, իրոք 900 դրամը ինչ-որ թե սենց մեծ թիվ չի ու տարածդ էլ ամոթ չի, նամանավանդ եթե օրը այսօր էր։ Ստացված, առհասարակ Գյումրի Քենզին ու Անահիտը
կամնա։ Երկուսն էլ լավն են, թարմ են, վտանգավոր չեն ու եթե անկեղծ գրպանին էլ շատ հարմար է։ Ասմա բա որ սենց բաներ վերցնելը կա էլ առնելը որ նա մեր համար, մեր հավեսի համար, հա որ չայ կոֆեի հետ լինի, տենց թխես ուրիշ բան է, բայց որ առիթների դեպքում մանավանդ մենք հայերս էլ սիրում ենք, չէ, մի քանի ձևի թխենք, ասմա դա տեղով չարչարանք է, թե որ ասմա, ինչ դեպք անի, պետք է լսենք, այդքան բան, հիմա կոֆես խմեցի, վեր կենամ, մեր վարպետը դեռ չի եկել, սիրելի հետևորդներ ջան, այս ոնց ա ձգվում այս գործը, մի քանի քառակուսի մետր տեղը այս 2 ամիս ա, մի օր կուզի 4-ին կգա, մի օր կուզի 6-ին կգա, մի օր կուզի հեչ չի գա, մի ձևի դժվար ա շատ առաջ գնում, հուսանք գոնե վերջը լավն լինի, մտածում ենք մինչև իրա գալը արդեն պատրաստ կլինի, բայց ոչ և ոչ, նես չի որ կամ շին մատերիալ չունենք, կամ էս չունենք, կամ իրա աշխատածի գումարը չենք տալիս, ուղղակի, այո, վարպետները միանգամից մի քանի գործ են վերցնում ու քիչ-քիչ տենում են, ով ա մի քիչ պահանջատեր, ու այս դեպքում էլ ես երևի, հմի այսօր եկել է, ասմա, այս ինչ գործիքը վեր ունեմ, գնամ իրիկունը կգամ, ասում եմ ինչի, մեր փողի վրա գերբ չկա, ոնց կլինի, տենց մեր գործը գործ չի, ասմա դե նայելա գործ, էլ ինչ ասես, էլ բան չեղավ ասելու, քանի որ ես տանը մենակ էի, էդ էլ ինչքան ոնց ասեմ համբերությունս դուս եկավ, որ այդքան ասեցի, որովհետև ինչքան կարելի ա ձգել ու ձգել, բայց թե համբերություն ա պետք, մի տեսակ այս կյանքն էլ կարճ ա անընդհատ համբերելու համար, համամիտ չեք, երեք եղանակը ուրիշ էր, օրն էր ուրիշ, հիշատակի օր էր, Եղեռնի ու ցեղասպանության օր էր, սիրելի հետևորդներ ջան, ու ամեն հայի սրտում էլ ինձ թվում է այդ պարտքի ու պահանջատերերի միտքը միշտ էլ կա ու մենք հայ ենք հենց մեր գեներով, մեր նախնիներով, մեր անցած ճանապարհով, մի խոսքով պիտի որ բոլորս էլ հիշենք, բոլորս էլ պահանջենք ու մեկս մյուսին չփնովենք, սիրելի հետևորդներ ջան, այսօր էլ տեսա որ դեռ մենք որ Երևան էինք, նկատեցի որ հրապարակում ինչ որ թե գործողություններ են բեմա սարքվում են ալնում, մտածեցի որևիցե մի երգիչ կգա ու համերգ կտա, դե այդ նախապատրաստություններն են գնում, բայց փաստորեն այսօր էլ Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրն ա, մեր բոլորի օրն ա, շնորհավորում եմ մեր բոլորիս տոնը, թող մեր կյանքի ամեն մի անցկացրած օրը վերածվի տոնի, վերածվի հանգստության, խաղաղության, մենք ոնց կանցկացնենք մեր օրը տոնական, առաջինը խաղաղու հանգիստ պայմաններում, խաղաղու կայուն պետության ներքո չէ, մենք կունենանք տոն ու մեզ կհռչակենք Հայաստանի Հանրապետության ազատ քաղաքացի, ազատ անկախ Հայաստան, անկոտրում Հայաստան ու տեսեք ինչ լավ ա, որ նմանատիպ տոնել ունենք փաստորեն, ցույց տվեցին, որ Ամիրյան փողոցում հրապարակում, դեպի Ամիրյանից դեպի հրապարակ այդ հատվածում ահագին եռուզեռա անցուդարձ ա, մարդիկ հավաքվել են, խորոված փարթի,
համերգ, ժամը երեկոյան կողմ 8-ին համերգ առնելու, հաճելի ալավա, թող մեր Հայաստանը միշտ բարձր աղմուկները ելնեն համերգի, սալյուտ, հրավառություններ, այդ ձևի նմանատիպ ձայների, գործողությունների ձայներ ելնեն բարձրաձայն, այլ ոչ թե օրինակի համար վերջելի թնդանոտ կամեն Աստված չանի։ Այնպես որ սիրելի հետևորդներ ջան, կապ չունի մենք Երևանում ենք, թե մարզերում, թե որևիցե մի անհետ կորած հեռու գյուղում, կարևորը հոգով սրտով մենք մեզ հայ զգանք, մեր Աստծուն ընդունենք ու ճանաչենք, մեր նախնիներին երբեք չմոռանանք, իմ համար դա ամենա կարևորն է, իսկ մնացածն էլ ովքեր վերջելի ամեն մարդ իրա խղճի ու ոնց ասեմ սրտի առաջինը պիտի պատասխանատու լինի ու հետո նոր արդեն միգուցե ուրիշների։ Ես որպես մարդ, որպես բլոգեր, որպես ուղղակի Հայաստանի Հանրապետության ազատ քաղաքացի, որպես ընտանիքի մամա, ես միշտ մտածել եմ դեռ փոքրուց, որ առաջինը, եթե խղճիդ հանդեպ մաքուր ու արդար ես ելնեմ, ինձ թվում է էլ ուրիշ մտածմունք չես ունենում։ Ու գիտեք իմ համար ինչքան պատվաբեր էր, երբ որ ես երեք գնացել էի իմ ամուսնու բարեկամների տուն, այդ հենց եմ ասում, որ իրանք լավ զգան։ Ու իրանք խոսքի իրան թողած ինձ էին գովում, այն չարախոս կամ իրանց հավատով ճշմարտախոս մարդիկ կան, որ ասում են ինքնագովանի մեկն է, այն հավատացեք, որ այո, ես չեմ գովում ինձ, ասած Ռիմա տատին արժանիք ունեմ, որ գովում են ու կցանկանամ, որ բոլոր կանայք էլ միշտ էլ գովված, սիրված ու հարգված լինեն ու այդ նախանց կոչվածը ոչ մեկի սրտում բուն չդնի, որովհետև նախանցն ինքը ինչ հա, ասում են բելի զավիստ, ինչ տարբերություն բելի, թե չորնի, նախանցն ինքը վատ բառ է, էլ դրա բարին որն է։ Իմ համար չկա նման բան ու նախանցն առաջինը կրծում է, այն մաշում, այն ցանցից բեթար բարակացնում է քո ներաշխարը։ Դրա համար այո, ես ինձ լավ եմ զգում ու փառք եմ տալի Աստծուն, որ ինձ գովում են, ամեն մարդ էլ ինձ թվում է լավ կզգա էլի։ Ինձ գովում են որպես լավ մամա, դուք էլ եք շատ գովում, որպես օրինակ էլի հայուհի, որպես պատասխանատու մարդ, այո, ես եթե փափագել եմ ծնել, բերել Ալեքսին, պարտավոր եմ իր համար ամեն ինչ անելու ու ինձ թվում է նույնն էլ ցանկացած բոլոր ծնողները պիտի որ տենց լինի էլի, իմ համար ճիշտը դա է, սիրելի հետևորդներ ջան։ Երեկվանից մի տեսակ մտքերս շատ խառնվել են իրար, երբ որ մեր հոպարի տղեն ինձնից դե մեծ է ինքը տարիքով երևի 7-8 տարի, ասում է դու են ձևի մարդ ես, որ անհնարինն ես անում Ալեքսի համար, այո, հասկացողն է հասկանում, որ ես ինչ եմ անում Ալեքսի համար, իսկ չհասկացողն ասում է դու սերմանի, դու ես ասա, դու են ասա, հավատացեք ես ամեն ինչ ասում եմ ու ասելու եմ ու փառք Աստծո կյանքը ցույց կտա։ Հուսով եմ, որ Ալեքսը լավ մարդ է ու դեռ ավելի լավ մարդ է դառնալու։ Կարևորը Ալեքսի մեջ շատ սեր ու բարություն կա, իսկ դա արդեն իսկ ամեն ինչը ասված է։ Եղել է դեպք, երբ որ վերջերի սուր վիճաբանություն ունեցել ես կոմեն, վերջում ինքը կանգնել է, ասել ինքը իմ ընկերն է,
բայց ամեն մարդ չի կարա տենց ասի սիրելի հետևորդներ։ Ես միշտ ասել եմ, երևի թե տարիները կանցնեն, այս 6 տարում խոհանոցային էջս ադե 6-7 տարի արդեն, անայդ Ալեքսը մի քիչ է։ Երևի մի 2-3 տարի հետո կունենամ մի այնպիսի անկեղծ զրույց, որ շատ հարցերի պատասխան ինքնաբերաբար երևի թե կընկնեն իրանց տեղը շատ-շատերի մոտ ու ամեն ինչ էլ ավելի լավ կլինի։ Իսկ այսօր առավոտ արթնացել եմ, պատասխանում եմ դե գրառումներին, երեք չերևնում, երեք ուշ խորոված շորտ վիդեո է նկարել, այդ եմ տեղադրել, ցերեկն ընդհանրապես ոչ մի բան չեմ տեղադրել, որովհետև դա հիշատակի օր էր, դա սուրբ օր էր, վերջ էլի, ուրիշ բաների օր չէր։ Ու երբ որ մի հետևորդ գրել էր, որ ես օրով դու խորոված ես դնում եւ այլն, 12-ն անց էր, որ դրել էի։ Շնորհակալ եմ ձեզ, որ իրեն պատասխան եք տվել ու մարդը հասկանալով ջնջել եք իր գրածը։ Որ բոլորս էլ հայրն ենք ու վայրն ենք։ Ամաններս տվան, տեսնեմ որտեղ ենք հանդիպում։ Հավաքելու դու թե չէ։ Ապրին տղեն։ Խոնչեմ։ Դե քանդի մի կհիշես չէ ոնց է։ Ահագին ժամանակ անցել, սերի հետևորդներ ջան, այն ինչքան դրսի գործ ենք արել, էլ ասելու չի, լավ։ Տեղին, օպա, մաքրություն, իհարկե, առն նկարելու, որ գործը շուշուկ առաջ կնա, հիմա, հերթը հասելա, ինչ ղավ, հերթը հասելա, Ընտրիքի, եկեք փորձենք, սա մեկ շտոր մատակացնեմ, օպա, գրեչկա ունենք, համով սալատ սարքեմ, Անջարեղենային Միկան ասմա ինքը սայա սիրան յուղոտ կալպասա և շիք ավելի սիշ այս իպի ոտ լավներ ոտ չէ Ալեքսը դեռ չի մոռացել, ես ինչ դոստված եմ, միած դեր նայեք, ես ինչ ակատարվ, չասա երևի մի քիչ հաստա պետք կտրել, որ յուղերը դուս չի կա, այսենց Միշտ տարբերակ չկա Այսենց շատ չեմ էլ ուզում որովհետև ըստ որ ես ոչ Ալեքսը դրան ձեր չենք տա ինքը յուղոտ է Պապան ասում է գնա մի հատ 4 հատ ջերմուկ ար գնամ առնեմ էլի։ Ջերմուկ տանը կա էլի։
Ասմատանը կային չասին։ Էքուց ֆամալես ուզում նիկա։ Էքուց դե կանան չիմանան չու հետ կառնենք էլի, համի դրախատ է։ Կանաչի բան էլ չտեն կառնի։ Ալեքսը գնա թե դու։ Ես կգնամ էլի։ Կարամ ասկամ։ Հերախոս հետը ստանեմ։ Մի հատ այդ երշիկից Հաց դուր։ ուտենք նոր, հա Ալեքս։ Մի հատ այդ երշիկից դուր։ Բայց եմ 280 դրամա։ Հա էլի։ Հա բա ամեն ինչը թանկացել է։ Էլեն չի։ Հաց ենք ուտում, նիկա, համի գնում ես, հաց եմ դրել։ Տակ հարավան։ 6 հանցա։ Փագա որի մարդեն հա։ Չէ, փակ չի։ Դու ուր ես ուզում։ Մամ, երշիկը դուր, ես կտամ։ Սպասի Ալեքս, սպասի Ալեքս։ Մի կտոր մայս է։ Տովնա էլ կա, գրեչկա էլ կա։ Այս տարվա նկատել եք լոլիկները տարօրինակ ծևի, լավ փափուկ են, կար է ընթացք են, որ շատ պինդ էր, մի քիչ սող, ընդհարի բանջարեղենով, լակարաս սաղնանի տարագից մի հատ բիբար հանի, հա Ալեքս։ Արագը քաշից գլուշ եք ձումում։ Բե բաշտում ենք։ Ուշադիրնայի կա։ Կիտրոն կա։ Կիտրոնը պետք չի մեզ ես պահին աղբեր։ Չհասկացա։ Բա ուր ամենք դիբարը։ Նայի։ Տեսակ, թակ դիբարը։ Դեպե, Որից վերը։ վարը կեպը տա։ Այս այն։ Մեկը բեր, դիրիքա։ Դիր, թազ դիր։ Դա որ շատ իրեն։ Լայվ դեն քանի պես դրած ես։ Այ, սակնաս։ Դե դուր երշիկը ես տանեմ։ Հրահամտենամ։ Հա, երշիկը տանում եմ, թե Թակերի Ալեքս։ Անսլանքներ, եթե շատ բանել ես ուզում։ Երշիկը չեմ տանի։ Երշիկնել ենք տանում խնդրել։ Հա, Աչկդ երշիկն է եկել,
Դուր տանեմ։ Այսպես դար։ Անեսել արի տար։ Ես տիկը։ Որտեղից մեծ Որտեղ Արի ապսենեզ մեր հանին, հետորներ Արի դա դասուր Մեզ տերը դվա Արաս պաները Փորձենք Տես կալշի շուտ գնամ շնորհակալություն։ Հատը այս փորձեմ Տնա Այս թե քաշած ասա աչքից Տեսեք դավթել չի իլում Քաշած է Ինքան նա հավեսս տվեց ասեցի Ես դիտեմ։ Անեսը սենց դար Անի։ Ես է պանիր կուտեմ։ Գեր ալվեց չէ Դուք մինչև շեղանի շուրջը չնստեք, ես որ նստեք։ Հա Ես որ նստեք, մաշեք որեք։ Աղջրերից ճիշտ է բայա Ես ինչ բանն եմ ասիր, մա։ Լավ բաներ է Դուրու տեկա Հա։ Կարևորն է դա Ինչ Հա? Ասմի հատ լավ տախանա Վերջ, հայա խորջակ բոլորին Դու տորմա ես ուզում ադեքս Հա, դուք ինչ դեք։ Ես դորմա պտեմ։ Երբ որ նստեք սեղանի շուրջն վաղ կվերցնեմ։ Դե պապա են ասում կո Պապա։ Արի հացն։ Ոչ, որ հացպես դուք Ալեքս, արի Տորմա։ Քեզ սոկով տնեմ, մի կաթեր Չէի մոռացել, որ սյուր երրորդ սեղանի վահանքա։ Պապա, այս երշիկը դու էի, հա վերեր։ Դուրն եկել ա, գիտես Երբ որ նստեք սեղանի շուրջ, Են յուղոտը չկարացա բարակ կտրեմ, փշրվում էր յուղը դուս եկել երբ որ նստեք սեղանի շուրջ, ընվաղ կվերցնեմ երշիկը։ Ես Այս չկարացա դուրն է կարել, որ դու վերիր։ Որը դու եկավ, լանսա, որից ես, դա, Հա,
Յուղոտնա ասեմ, թե մեկ։ Նստեք սեղանի շուրջ, վերացրած մեկանիկ թալբերել իմա։ Ուրեմն մենք մեր ճաշը կերել ենք, վերջացրել ենք, տարածքը հավաքել եմ ու Նիկան որոշեց էտա, որ խանութ գնա, Ալեքսն էլ ոգևորվել է ու սենց կատակախառը Նիկան ասում է, Աննա դե պրծի դու էլ արի խանութ ենք գնում, Ալեքսն էլ չի ուզում, ուզում է իրանք հերու տղա էլի, գնան ֆրֆռան, ասում է չէ, պապա ջան, թող մամաս տանը մնա, իրա ոտքերը կցավա, մի խոսքով, տենց հերու տղա, դուս են եկել, գնացել համ ման գալու, համ էլ խանութ, եկեք ցույց տամ, որ ինչ գործեր է այս ընթացքում կատարվել մեր բակը համատեղ աշխատանքով, ուրեմն այս իհարկե Նիկան է, դե փորել էինք, բայց մի հատ էլ ինքը սենց փոցխով վերանայեց, սիրունացավ, այս տարածքը մի փոքր քախանել եմ, էլի էի, սրանք էլ էի ուզում հանեմ, չթողեց, որ ճիշտն ասեմ, ասում է երևի ցեմենտ բիտոն կանենք, որ սենց չլինի, այն բլոկները բերել է շարել տեղ, որովհետև գործ ունի, հիշում եք, ստեյս ինչ էր կատարվում, տեսեք ես լուսամուտը, ամեն դեպքում սպիտակը սիրուն է նայվում, չգիտեմ, այսքանը սենց տեսակավորել է, որ պիտի տանենք, որ նա ինքը կտանի, ես էտա չեմ տանի, ստեղ էլ ավիլը վերցրի, որ մաքրեմ հավաքեմ, ասավ չէ թող մնա, դա իմ գործն է, գործ չունես, դե չունեմ, ինչ ասեմ, այս մեր բլոկներն է, ստե ինչ որ թե խորովածանոց ուզում սարքի չգիտեմ, ստե կհիշեք, ինչքան փետեր, մետեր, համ ստեղ կար, համ ստեղ լրիվ տեղավորել է, ստեղ էլ մի հատ սենց ցույց տամ, որ հետո պատրաստի վիճակից հետո ցույց տամ, սիրելի հետևորդներ, ուրեմն ամաչում եմ ասեմ, բայց ամեն ինչն էլ մարդկության համար է, ես շկաֆը որ կա, ժամանակին ես դա օգտագործել եմ որպես կոշիկների դարակ, որովհետև չեմ ունեցել համապատասխան պահարան, որ կարողանամ օգտագործեմ, ինչ եմ ուզում ասեմ, որ կյանքում համբերելը շատ լավ բան է, բայց թե կյանքն էլ ենքան կարճ է, որ այդքանի հետ էլ մի հատ համբերես, բայց փաստորեն ես համբերել եմ, այս էլ տոկը են կոմից եկել է հասել ստեղ, որովհետև էլի եմ ասում ստեղի հետ ինքը լիքը գործեր ունի անելու, ասում է ես իմ ձեռով, այս վերևը սենց այդ պերեգրիտի համար վախտին արվել է, ալիքն էլ չքանդեց, որովհետև խեղճը հիվանդացավ ու տենց մնաց, ամեն դեպքում, հիմա այսենց պետք է ստեղել մաքրվի, բայց թե քանի դեռ իրանք հերու տղա գնացել են սիրելի հետևորդներ, եկեք մի պուճուր շփշփամ էլի, ինչ կլինի, որ շատ կգա կխոսա, բայց ոչինչ իրան էլ է էլի, կոպիտ ասած մեր բերել, այդքան էլ գործ արել, այն որ խիղճս չի տա, եկեք սրան այս այդքան են,
Մի քիչ հնարավորինս ձևով փորձեմ հավաքել։ Ինչքան որ կկարողանամ։ Ես չեմ պարա, որ ձեռս չկպչի, այդ իմ համար անհնար երևույթ։ Ես երևակայի պետքի տոնը սաթոնել աստեղ։ Այս անկյունը մեր կհավաքեմ, իչ կականը, ու կլեցնենք մեշոտ, ինչ կասեք, ստեղ պետեր մետեր էր դրած, ես դրա համար չեմ կարողացել, ոչ թե մի բան անել։ Ես էլ մեր շունիկի բունն ա եղել, Ալեքսես մի քիչ էլ մեծանա, շունիկ կպահենք, որ արդեն տանը նստած ըտնենք, էլ այդ թերապիաները պրծնենք, այ այդ վաղտեր կզբաղվենք։ Կոն է սենց դրա հավաքեմ էլի, ինչ կասեք, մեկ ու ծառիտ կա, մի խոսքով, ահագին այս քարուքանդը ջոգջոգվել է, մի պետքա, չգիտեմ, չեմ էլ պատկերացնում ինչ անելու ես, ասում տեղեր կա, ընդեղ պոպոքի ծառի այդ արանքները, պատի հետ հավասար, այս պատի հետ հավասար, սրանք էլ ասաղ մաքրվելու է, թե այսքան այդ երբ անելու չգիտեմ, էլ չասեմ, այսքան հանած, աղբը, խայտարակություն, բայց թե էտա, ունենք են, ինչ ունենք, ծուրտո, ժամը 7-ն է, ստեղ է, որ ցեմենտ բիտոն ըլնի, լավ կլնի էլի, ես իմ, չգիտեմ, այ սենց,